Սուրենի առողջական վիճակը պարբերաբար վատանում է նաև դատական նիստերի ժամանակ։ Վերջին նիստին ստիպված են եղել շտապ օգնություն հրավիրել դատարան։ Շատ ծանր վիճակ էր, ասել 200-ից բարձր էր ասում, որ մենք եկանք նշումը, ժամանակին հասանք, ես էլ եմ ինսուլտ տարել, գիտեմ, որ ճաշում այդ տասյանի բարձրանա խփումա գլխին էլ ինսուլտ ատալիս։ Ահագին ժամանակը տենց կանգնել էին, սրսկել էին, դեղ էին տվել, միջև, ասենք, բերել էին նորմալ աստիսան իրան, նոր իրան գնացին։ Ստացվում է, կալանավորի առողջական վատացման ականատես են եղել նաև դատախազը եւ դատավոր Արման Բաբախանյանը, սակայն դա որևէ բան չի փոխել։ Ավելին, Բաբախանյանը հոկտեմբերի 28-ին կրկին որոշում է կայացրել Մուրադյանի կալանքը երկարաձգել միանգամից 3 ամսով, մինչև 2026 թվականի փետրվարի 9, իսկ մինչ այդ հնարավոր է նաև դատաքննությունն ավարտվի եւ գործով դատավճիռ կայացվի։ Այնինչ Սուրենը կրկնակի փորձաքննություն է խնդրում, մտադիր է մինչ այդ շարունակել մնալ հացադուլի մեջ։ Ինչեւ մոնիսոմի արդյունքի հասնեմ, նշանակին կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, բայց ընտրեմ քեզ դերժողության տակ կամ առողջապահության նախարարությունից ինչ-որ մեկի հսկողության տակ, ինչ ասեմ։